Աղավնաձորցիներն իրենց խաբված են զգում, քարի հանքի համար եկան ասում են, բայց արդեն գյուղն են քանդում, զղջում են, որ նախնական լսումներին գյուղը համաձայնություն է տվել, թեև քչերն են մասնակցել ու լիարժեք պատկերացում չեն ունեցել ինչին են համաձայնություն տալիս։ Հողի գործից կտրվել, գյուղի դպրոց են եկել համայնքի ղեկավարին իրենց անհամաձայնությունը հայտնելու եւ հանքի հետագա շահագործումը կասեցնելու։ Հանքը բացվեց, ասում են, փոշին ու աղմուկը գյուղը դատարկելու են։ Հավատում ենք, ինչ ենք։ Բայց ինչի՞ դեռ։ Որովհետեւ ուրիշ բան ասում են, ուրիշ բան են անում։ Իրանք խափում են, խափել են ժողովրդին։ Գյուղի ցավատ տանեմ, իրանք չպետք է աշխատեն, այդ իրանք քանդածները բերեն չմակալեն, սարքեն, նոր տեխնիկաներ են տանեն։ Ուզում էին ըստը շեբինի հանք բացեին, քարերը հավաքային տանեին, ոչ մի հատ հողի աշխատանք չանային, սարին ձեռ չտային, կոպիտ ասած, իրանք սկսեցին ճանապարհաշինել, քարեր հանել, այդ թափած քարերն ձեռ չեն տալիս։ Մենք դրան դեմ ենք։ Պայմանագիրն էլ era ուրիշ բան, իրանք կեսից փոխեցին շինին ուրիշ բան, էլի դրանցը ժողովրդին դեմ են։ 2024 թվականի մայիսի 7-ին Ծաղկաձոր համայնքի ավականին նախնական համաձայնություն է տվել Ավանգարդ Ինվեստ փակbaşնետ ընկերությանը Աղավնաձորի վարչական տարածքում գրանոդիորիտների գրանիտի հանքարդյունահանման աշխատանքներին։ Առաջին լսումները 2024-ի մարտի 1-ին են եղել։ Ամիսներ անց նոյեմբերի 21-ին ընկերությունը նաև շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնի դրական եզրակացությունն է ստացել շմակ վերաբերյալ։ Մեկ տարի անց գյուղի բնակիչները հասկացել են, որ աշխատատեղերի խոստումներն ու նախնական ծրագիրը բոլորովին կապ չունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում իրենց գյուղում։ Գյուղում լսումների ժամանակ այն ինչ-որ խոստացել կամ քննարկվել ներկայացվել ու փաստացել են ինչ-որ հիմա կատարվում է բավականին լուրջ հանգստով։ Այս պահին կարող արձանագրենք, որ ապօրինի հանքարդյունահանման ու դերևս չեն հանում, բայց գործունեության ակտ է տեղի ունեցել, ելնելով նախագծից, հանրային լսումների տվյալներից եւ արդեն իսկ արկա որոշակի փաստերից կազմել են տվել են այդ դրական եզրակացությունը։ Բայց ասացիք նշել է, ես էլ հիշեցի։ Նախագծում գրած է, որ ջրեր չկան, բայց գյուղացիները ասացին, որ հայերը ջրի աղբյուրը արդեն ոչնչացվել։ Ավանգարդ Ինվեստը ասում են, չունենալով վարձակալության պայմանագիր ու գործունեության թույլտվություն, ոչ միայն սկսել է գրանիտի հանքն ապօրինի շահագործել, այլև ընդլայնել տարածքներն ու պայթեցումներ արել։ Աղավնաձորի վարչական ղեկավար Մակիչ Դանիելյանը տեղանքի քարտեզն է ցույց տալիս։ 4 հեկտար համայնքային ենթակայության հողերին ենք համաձայնել։ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանն էլ պնդում, 4-ը 11 դարձրել, նաև բացահայտումներ անում։ Հայցվող տարածքը պարզվում է 2000-ականների սկզբից տրվել է վարձակալության մինչև 2027 թվականը։ Վարձակալը սակայն համայնքապետի վստահեցմամբ ոչ մի լումա չի վճարել համայնքային բյուջե, դատարան են դիմել։ Հիմա համայնքը մտել է դատարան, այդ վարձակալության պայմանագիրը խզի ինչի համար, որտեղ դեռևս 2002 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ որևէ 0 դրամ, այսինքն մի դրամի վճարում չի կատարվել 6-3 հեկտարի մասին։ Վարչական ղեկավարի պատուհանից խոսում ենք 4 հեկտարի մասին։ Դուք ներկայացնում եք 11 հեկտար։ Ստեղ ամենակարևորը ձեր դիրքորոշումն է։ Ասեք չի դու, չի դու։ Համայնքը մտնում է արդեն իրավական դաշտ։ Հանքը մեզի չի։ Շմակ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ հայցվող տեղանքում, որ չոր կլիմայով անտառազուրկ ու ջրազուրկ տարածք է, չկան կարմիր գրքյան կենսաբուսատեսակներ ու պատմամշակութային հուշարձաններ։ Բնակիչները մինչդեռ հակառակն են պնդում։ Կտրել ու փակել են Սարից գյուղ ջուր հասցնող խողովակն ու քանդել Քրիստոսից առաջ 19-րդ դարով թվագրվող դամբարանադաշտը։ Կառավարության 2003-ի որոշմամբ այն ևս ներառված է պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Միայն այն, որ վնասել են դամբարանադաշտը, արդեն բավարար է քրեական պատասխանատվության ենթարկելու շահագործողին։ Պարտավոր էին անմիջապես տեղեկացնել շրջակա միջավայրի նախարարությանն ու դադարեցնել աշխատանքները, ասում է բնապահպան Մովսես Մանուկյանը։ Հիմա պարզվում է, որ ամեն ինչ խախտվել է։ Ինչ որ ասվել է, ինչ որ նախագիծ ներկայացվել է շմակ փորձաքննության եւ այլն, այդ բոլորը մնացել է թղթի վրա, հիմա լրիվ 4 հեկտարի փոխարեն դարձել է 12 հեկտար, այնտեղ մտել են արդեն գյուղի մեջ, այնտեղ ավերել են դամբարանադաշտը, լանդշաֆտը եթե նայում ենք ոնց ավերվել գյուղի, միանշանակ է, որ գյուղացիները եկել են այդ եզրակացության, որ այդ հանքը իրենց պետք չի։
Առողջ միջավայր հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Օհանյանը Հայաստանի հանքարդյունաբերության վիճակը 2 բառով է բնութագրում, ահա որ խայտառակ։ Բազմաթիվ երկրներում եմ եղել, ասում է, բայց նման վիճակ չեմ տեսել։ Հայաստանի 27 մետաղական հանքավայրից միայն մեկի սեփականատերն է հայ։ Ստացվում է, որ օտարները գալիս, չնչին վճարներով մեր երկրի ընդերքից անխնա օգտվում են ու մեզ թողնում ավիրված ու անառողջ շրջակա միջավայր։ Ինչ որ ես տեսա, նկարել եմ իհարկե, սկսած այն հազարամյա դամբարանադաշտերի վնասներից պատճառած, որ իրանք իրավունք չունեին, հայտարարություն չանեին, վերջացած նրանց, որ առանց ունենալու հողօգտագործման իրավունք, առանց ունենալու վարձակալություն, որովհետև բան արդեն սկսել են գործողություններ կատարել, որը հակաօրինական է, ճիշտ իրավական ճանապարհով այս հարցը պետք է դադարեցվի։ Բնապահպանները մտահոգություն հայտնեցին գյուղին հասցված վնասների մասով ու հորդորեցին բնակիչներին տեր կանգնել մաքուր միջավայրում ապրելու իրենց իրավունքին եւ թույլ չտալ համայնքային ենթակայության հողերի ապօրինի ու անկառավարելի շահագործում։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նման իրավիճակը ոչ մասնակցային հանրային լսումների հետևանք է համարում։ Եթե մարդիկ դեմ են, տեղական իշխանությունը համայնքային ենթակայության հողերը վարձակալության չպիտի տա, ասում է։ Իրենց ասել կլինեն աշխատատեղեր եւ այլն, այսօր այստեղ այս գյուղում այն չկատարվում, ինչ որ ներկայացվել է։ Արդյոք այդ փորձակնությունը իրականացվել է դաշտային աշխատանքներով, որովհետեւ մարդիկ այստեղ նշում են, որ այն ինչ որ գրված է փորձակնության, եզրակացության, դրական եզրակացության մեջ եւ այն ինչ որ կատարում է, իրենք տարբեր բաներ են։ Ամենամեծ սխալը այն է եղել, որ ոչ մասնակցային հանրային լսումների հիման վրա տեղական իշխանությունը տվել է իր ավականին, տվել է իր համաձայնությունը տվյալ գործունեության վերաբերյալ։ Իսկ ամենաաբսուրդայինը այն է, որ դերևս ամբողջ ընթացակարգերով չանցած, դերևս գործունեության համար վարձակալությամբ հողեր չստացած ընկերությունը սկսել է որոշակի գործունեություն։ Հանդիպմանը նաև Ավանգարդ Ինվեստի ներկայացուցիչները պիտի գային, հավանաբար տեղեկացել էին գյուղում տիրող ընդվզումներին ու չէին եկել, խուսափելով հնարավոր լարվածությունից։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով 2022-ի մայիսի 24-ին հիմնադրված Ավանգարդ Ինվեստ ընկերության սեփականատերը Էդվարդ Ավետիսյանն է։ Նա նաև Ավանգարդ Մոթորս ընկերության հիմնադիրն է, որ դեռ 2003-ին գնել էր Երևանի երիտասարդական պալատն ու 2005-ից սկսել քանդման աշխատանքները։ Ըստ մամուլի հրապարակումների ընկերությունը նախատեսում էր տարածքում կառուցել ինտերկոնտինենտալ հյուրանոցային համալիր ու բիզնես կենտրոն։ Ճարտարապետական լուծումներով եզակի այդ շենքը քանդելուց 20 տարի անց էլ տեղում ոչինչ չի կառուցվել։ Հիմնումից հաշված օրեր անց Ավանգարդ Ինվեստը մասնակցել ու հաղթել է Աբովյանում գտնվող անշարժ գույքի օտարման մրցույթում որպես միակ մասնակից, բայց վերադառնանք Աղավնաձոր։ Անթույլատրելի է գյուղի տարածքում նման գործունեությունը, քաղաքացու ձայնի հետ զրույցում պնդում է Համլետ Մանուկյանը։ Հարևանությամբ Հրազդանի ցեմենտի գործարանն է, որի փոշին արդեն վնասում է գյուղին։ Համայնքը զորավոր է, համայնքը դեմ է, որովհետև նախ արտադրական փոշին լինելու է չափից շատ, երկրորդը ավերվել է դամբարանադաշտը։ Տվյալ կազմակերպությունը ի սկզբանե իր գործունեությունը կազմակերպել է խաբելու վրա, ստի վրա, եկե ուրիշ բան ասե, ուրիշ աշխատանքներ անում։ Հանքը գործում ընդամենը գյուղից 300-400 մետր ոչ ավել, հեռավորության վրա։ Որովհետև հանքի աշխատանքի ընթացքում էկոլոգիական լիքը խնդիրներ ենք մենք ունել։ Այդ հանքի թոզը մտնելու է մեր տուն, մեր մշակած կուլտուրաների հետ, մեր խնձորի, մեր մնացած կարտոֆիլի, ցորենի, մեր դաշտերի վրա է գալու, դա մեր ինչին է պետք չի մեզի։ Ինչպես է ստացվել, որ հայցվող տարածքը քիչ չէ վարձակալության է տրվել համայնքի հանդեպ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորած տնտեսվարողի, մեկ այլ ընկերություն էլ ուրիշի վարձակալած տարածքում անարգել հանք է շահագործում, գյուղին վնասում, տեղի նախկին իշխանավորներն էլ աչք են փակել այս ամենի վրա ու տևական ժամանակ իրավական որևէ լծակ չեն կիրառել բյուջեի հանդեպ տարիներով պարտավորությունները չկատարածների նկատմամբ։ Ինչու հանրային լսումները մասնակցային չեն անցել։ Հարցերի պատասխանները քաղաքացու ձայնին չհաջողվեց ստանալ։ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը հրաժարվեց հարցազրույցից, վերահաստատեց բնակիչների կամքը հաշվի կառնեն։ Ոնց իրանք կորոշեն, այդ տենց էլ կլինի։
Դատալեքս տեղեկատվական համակարգից քաղաքացու ձայնը տեղեկացավ, որ Ծաղկաձորի համայնքային բյուջե ոչ մի կոպեկ չվճարած տնտեսվարողը Ալմաքար ընկերությունն է։ Ծաղկաձորի համայնքապետարանը 2025-ի մարտի 14-ին դատարան է դիմել Ալմաքար ընկերության եւ Աղավնաձոր համայնքի ղեկավարի միջև 2002-ի ապրիլի 6-ին կնքված հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Ալմաքար ընկերությունը քարի հանքավայրեր է շահագործում Կոտայքի մարզի մի շարք տեղամասերում, այդ թվում Աղավնաձորում եւս մեկ 2012-ին 8 տարով կնքած վարձակալության պայմանագրով։ 2023-ին ընկերությունը տուգանվել է 5 միլիոն դրամով ապօրինի ընդերք օգտագործման, 500,000 դրամով էլ վնասի հատուցման համար։ Ըստ ազդարար տեղեկատվական համակարգի այժմ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, ինչպես հայաստանյան շատ ընկերություններ, որոնք համայնքների հանդեպ կուտակած պարտքերից ու պարտավորություններից խուսափելու համար միտումնավոր սնանկության են գնում։ Իդեպ տեսանյութը մոնտաժման փուլում էր, երբ քաղաքացու ձայնը տեղեկացավ, որ Ավանգարդ Ինվեստ ընկերությունը գյուղից մասնակի հեռացրել է իր ծանր տեխնիկան։ Քաղաքացու ձայնը Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրից։